Ինչ կլինի, եթե քեզ նկարագրես դու ինքդ, իսկ հետո օտարը։ Դավ ապրանքանիշը կազմակերպեց գովազդային արշավ, որտեղ ուզում էր ցույց տալ, որ կանայք իրենց շատ ավելի խիստ են գնահատում, քան իրականում են։ Ինչ էր իրենից ներկայացնում այդ արշավը։ Աշխատում էր FBI-ի նախկին նկարիչը, ով սովոր էր նկարել մարդկանց ըստ նկարագրության։ Սենյակում նստած էր կինը, նկարիչը նրան չէր տեսնում, միայն լսում էր։ Կինը նկարագրում էր իր դեմքը, մեծ քիթ, փոքր աչքեր, փակ ժպիտ եւ այլն։ Հետո նույն կնոջը նկարագրում էր մի օտար մարդ, ով նոր էր հանդիպել նրան։ Արդյունքում ստացվում էին երկու տարբեր նկար։ Կնոջ նկարագրած տարբերակը ավելի մռայլ ու անբարեհամբույր, իսկ օտարի նկարագրած տարբերակը ավելի լուսավոր, գեղեցիկ ու բնական։ Ինչ ստացվեց արդյունքում։ Եվ կանայք տեսնում էին այդ երկու դիմանկարները կողք կողքի, հուզվում էին։ Նրանք գիտակցում էին, որ իրենց մասին չափազանց բացասական պատկերացում ունեն։ Վիդեոն YouTube-ում ունեցավ միլիոնավոր դիտումներ ընդամենը առաջին շաբաթներին։ Դարձավ ամենաքննարկվող գովազդներից մեկը սոցիալական մեդիայում։ Տարածվեց լրատվամիջոցներով ամբողջ աշխարհում։ Հաստատեց Dove ապրանքանիշի հիմնական մեսիջը. գեղեցկությունը շատ ավելի իրական է, քան դու մտածում ես։ Ինչու էր այս արշավը ուժեղ։ Հուզական ազդեցություն, շատ կանայք լաց էին լինում տեսնելով արդյունքը։ Հավասարություն բոլորի համար։ Սա չէր վերաբերվում միայն մոդելներին, այլ ցանկացած կնոջ։ Արագ տարածում, մարդիկ ուզում էին կիսվել եւ քննարկել։ Հաստատեց բրենդի առաքելությունը։ Դավը դարձավ ոչ թե պարզապես օճառ արտադրող ապրանքանիշ, այլ հոգեբանական վստահության խորհրդանիշ։